Բաց կարանք խոսանք, մեր համար լրջագույն խնդիրը այս պահին նա է, որ թենիս Հայաստանում սեզոնային բնույթ ունի։ Եթե մենք մի քիչ ավելի շատ հաջողություններ գրանցենք թենիսում, պետությունը ել ավելի հետաքրքրված կլինի։ Հանգրվանին միանշանակ կհասնեն, եթե բոլորս միասին աշխատենք։ Թիմային աշխատանք տանելը ես վստահ եմ, որ կստացվի, որտեղ ճիշտ թիմը արդեն ձևավորվել է։ Դեվիս Քափը, որ Հայաստանում է, մեծ իրարանցում է իրականում։ Դեյվիսի մասով շատ աշխատանք տարվեց։ Ինչ տենց նորություններ ունենք, գումարած նաև մեր Դեվիսի գավաթի մրցաշարի կազմակերպումը։ Բարի գալուստ ու բարի վերադարձ Off-Court։ Այսօր շատ էլի էքսկլյուզիվ էպիզոդ ունենք Ծաղկաձորի մարզահամալիրից, հատուկ հյուրով։ Մեր հյուրն է Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ տղերք։ Շատ համընկնումներ եղավ ու իրականում շատ էինք ուզում, որ մեր առաջի էպիզոդը միասին հենց Ծաղկաձորում էլ լինի ու հենց այդ թեմայով էլ մեր զրույցը սկսենք, հա։ Ինչ որ չափով նոր մարդ եք համարվում թենիսում մեր միջավայրում, այ սկիզբը ոնց եղավ, որ ոնց որ թենիսը ներգրավեց ձեզ, էլի։ Իրականում թենիս շատ եմ սիրում, դեռ փոքրուց եմ շատ սիրել, նաև թենիսով իհարկե կարճ, բայց պարապել եմ։ Ինչը գրավեց, քանի որ շատ սիրում եմ, Ծաղկաձորի մարզաբազայում մենք սկսեցինք նոր ինվեստիցիոն փաթեթ ծրագրեր իրականացնել ու այդ արդյունքում նաև ծրագրերում կար թենիսի կորտերի կառուցելու խնդիրը։ Սկսեցինք թենիսի կորտերը կառուցել, վերջում արդեն ունեցանք 9 բաց կռունտային եւ 4 փակ հարդ կորտեր ու ինչ որտեղ դա էլ նպաստեց, որ ավելի շատ սկսեցինք թենիսով զբաղվողների հետ շփվել ու այդ շփումների արդյունքում ժամանակի հետ ոնց որ սկսեց ավելի աշխույժ շփումը թենիսի հետ։ Որ էս է եղել։ Ու այդ ամբողջ ընթացքում առաջի տպավորությունը ո՞րն էր մեր մարզաձևի մասին։ Հայաստանում ինքը ընդհանուր ինչ վիճակում էր թվում կողքից որպես, էլի։ Նայեք, ինքը իրականում չկրկնվեմ նորից, որ շատ գեղեցիկ սպորտաձև է, յուրահատուկ սպորտաձև է, այդ դնենք մի կողմ, բայց իր մասով ինչն է ինձ ավելի շատ ոնց որ բերել թենիսի աշխարհ, շատ եմ նկատել, որ Հայաստանում մենք ունենք շատ խնդիրներ թենիսի զարգացման մասով, իսկ ես որ կառուցեցի արդեն Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում թենիսի կորտերը, նաև շատ շփումներ եմ ունեցել թենիսի տարբեր ներկայացուցիչների հետ, դրա արդյունքում ավելի խորությամբ իմանալով թենիսի խնդիրների մասին, ինչի չէ նաև ուզեցի սկսեցի հետաքրքրվել ֆեդերացիայով եւ նաև հետաքրքրություններ եղավ թենիսի աշխարհում գտնվող մարդկանց կողմից, հա, առաջարկությունների տեսքով եւ սկսեցինք ավելի խորապես հետաքրքրվել, թե ինչ մակարդակի վրա է թենիսի զարգացումը Հայաստանում ու տենց քայլ-քայլ խորացանք այդ ամեն ինչի մեջ։ Թենիսը իրականում տղերք շատ տեղ ունի զարգացնելու Հայաստանում, դուք ավելի լավ գիտեք ինձնից, որ մենք համ ինֆրաստրուկտուրաների խնդիր ունենք, խնդիրները այնքան շատ են, որ կարելի է չթվարկել, բայց դե անլուծելի խնդիրներ չկան։ Հիմա մենք սենց քայլերով, իհարկե բոլորս միասին, պետքա տենց խնդիրները կարծում եմ լուծելով գնանք առաջ։ Անպայման։ Շատ լավ։ Կուզեի սենց մի տեսանկյուն էլ քննարկեինք լավ մասով հիմա, հա, ինչ հնարավորություններ են երևում թենիսում, այսինքն այն լավ կողմերից որը կարելի է առանձնացնել։ Ինչ հնարավորություններ են երևում։ Նախ թենիսի աշխարհում կան շատ լավ մարդիկ, որոնք ինձ թվում է իրանք էլ շատ ուզում են, որպեսզի թենիսը Հայաստանում զարգանա։ Հենց մեկը դու ես Միքայել ջան, մեկը Հենդոնա, մյուսը շատ մարդկանց անուններ ես կարող եմ թվարկեմ, որ իրականում իրանք էլ ուզում են, որ թենիսը մենք Հայաստանում զարգացնենք։
ինձ թվում է համար առաջինը այն է, որ համախմբվածություն կարողանանք մենք ստեղծել, որ մեկը մյուսով իրար օգնելով կարողանանք ինչ-որ մակարդակի հասցնենք թենիսը։ Ես կարծում եմ առաջինը համախմբվածությունն է, հետո կարծում եմ պետքա ֆինանսական աջակցություններ ունենանք, ինչու՞ չէ, նաև պետությունից պետքա մի քիչ ավելի շատ մենք ֆինանսական աջակցություններ ունենանք։ Հիմա մենք շատ քիչ գումար ենք ստանում, կարծում եմ, որ եթե մենք մի քիչ ավելի շատ հաջողություններ գրանցենք թենիսում, պետությունը ել ավելի հետաքրքրված կլինի, որպեսզի մեր ֆինանսավորումն էլ մի քիչ ավելի բարձրացնի, ու ամենակարևորը այստեղ համախմբվածությունն է, լավ մասնագետներ ներգրավելն է, մեր տեղի լավ մասնագետներին ավելի շատ ողջևորելն է, որ այդ համախմբվածության արդյունքում մենք փորձենք ինչ-որ լավ կետի հասցնենք թենիսը։ Մեր առաջի զրույցներից մեկը, ցենց փորձեմ կիսվեմ, հա, հանրության հետ։ Առաջի հենց քննարկման թեման էր, թե ինչպես կարելի է ստեղծել համակարգ, որտեղ ամեն մի հատված, սկսած ամենագլխից մինչև կորտում գտնված երեխան իր ֆունկցիան կարողանա կատարել այնպես, որպեսզի մենք բոլորս միասին հաջողություն ունենանք։ Մեր խնդիրներից մեկը եղել է այն, որ այդ առանձնացած ամեն մեկն իր համար իրավիճակը ցանկություն կա վերածելու հենց համակարգային լուծումների շղթայի, հա։ Այդ մասով լրջագույն Հայաստանի թենիսի ֆեդերացիայում փոփոխություններ են իրականանում, ու այդ փոփոխությունները իրանց հանգրվանին միանշանակ կհասնեն, եթե բոլորս միասին աշխատենք։ Այդ առումով կարծում եմ Հենրիկը նույնպես կլրացնի, որ Ստեղծվեց ընթացքը սկիզբն է, բայց դեռ շատ անելիքներ ունենք։ Ընթացքը ամեն դեպքում լավն է։ Շատ գործ կա անելու իրականում։ Ստեղծվեց զարգացման դեպարտամենտ, ովքեր փորձելու են զբաղվել այդ ամեն ինչով ու ճանապարհներով փորձելու ենք գնալ առաջ։ Միջազգային կապերի մասով։ Գիտեք, այդ համախմբվածության ինչ է, էլի, մենք ամենակարևորը ճիշտ ընտրությունն է, չէ՞, մարդկային, որ ճիշտ մարդկանց ընտրում ես, որ այդ մեր բոլորի մտածած այդ համակարգային, որ գնանք մենք այդ ստրուկտուրային լուրջ փոփոխությունների ու որ ինքը արդեն կյանքի կոչվի, չէ՞, ամենակարևորը ճիշտ մարդկային ընտրությունն է, որը կարծում եմ մենք արդեն որոշակի չափով արել ենք, ու հիմա այդ համախմբված ամեն մեկը իր տեղում աշխատանքն է, որ մենք շատ ենք խոսում էլի միասին դրա մասին իրար հետ, որ ամեն մեկը տեղում իր անելիքը որ ճիշտ անի, ես վստահ եմ, որ մենք հաստատ լավ արդյունքների հասնելու ենք։ Միջազգային կապերի մասով ինչ տենց նորություններ ունենք, գումարած նաև մեր Դեյվիսի գավաթի մրցաշարի կազմակերպումը։ Այս միջազգայինի մասով նայեք, ես մի քանի հանդիպումներ ունեցա, համ միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ, համ թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի հետ, ով վաղը չեմ իսօրը 2 օրյա այցով իմ հրավերով գտնվելու է Հայաստանում, ներկա լինելու նաև խաղերին։ Դեյվիսի մասով շատ աշխատանք տարվեց, իրականում 18 տարի առաջ է Դեյվիսի գավաթի առաջնություն Հայաստանում, չէ՞, եթե չեմ սխալվում, 2008 թվականին էր վերջին անգամ։ Ու հիմա ինձ թվում է սենց միջազգային այս մրցաշարն էլ, հա, Հայաստանում անցկացնելը, ինձ թվում է իմ հետ համաձայն կլինեք, որ ինքն էլ ինչ-որ չափով խթանում է, որ մարդիկ ել ավելի ուշադիր լինեն, հա, սենց ասեմ բառս թենիսին, ավելի շատ հետաքրքրվածություն լինի, կարծում եմ այս մեր առաջիկա 5 օրերը ինչ-որ հետաքրքրություն լինելու է ընդհանուր, որտեվ Հայաստանում շատ է աշխուժ, ամենայն դեպս ինձ շատ մարդիկ են զանգում, հարցնում, դիմում, փորձել ենք ու ստացել ենք այդ հնարավորությունը ի պատիվ միջազգային ֆեդերացիայի, տրվեց մեզ այդ հնարավորությունը, միջազգային գործընկերների հետ նորմալ հարաբերություններ, դե իհարկե դեռ նոր եմ ես ընտրված, ինքը էլ ավելի կխորանա, էլ ավելի կլավանա վստահ եմ, բայց այս պահի դրությամբ շատ լավ հարաբերություններ է, դրա արդյունքում էլ Թենիս Եվրոպայի նախագահան իմ հրավերով գտնվելու է Հայաստանում։ Իրականում հա, այս Davis Cup-ը, որ Հայաստանում է, մեծ իրարանցում է, իրականում ստեղծել, բոլորը զանգում են, գրում են, երբ հա, ոնց է, ինչ է, գալու ենք, բալետ ենք անելու եւ այլն, շատ լավ է ինքը համել մասսայականության համար, որ
թենիսը զարգացնում է, էլի։ Այդ աժոտաժը, այդ բոլորը սենց անընդհատ ուզում են գան, զանգում են, չգիտեմ, մեծ, փոքր, թարգած թենիսիստներ, մեծեր, շատ լավ է այս առումով էլի Davis Cup-ը։ Կուզեի որոշակի չափով ներկայացնենք աշխատանքը, որը տարվել է մինչև այս պահը, մրցման կազմակերպումից զատ, ընդհանուր ֆեդերացիայի մակարդակով։ Ու մեր հետագա քայլերով փորձենք արդեն հանրության հետ կիսվենք, մենք ժամանակին հիշում եմ, պայմանավորվածություն ունեինք, որ մի քանի բան կոպիտ ասած ստեղծենք, սկսի աշխատել, հետո նոր մարդկանց հետ սկսենք կիսվել, կարծում հիմա կարելի է մի քանի տենց փակագից բացել։ Դե առաջին մեծ քայլը այդ մարզական կառավարման եւ զարգացման դեպարտամենտի ֆունկցիայի ոնց որ հիմքներ, հա, ստեղծումը, հենց այդ դեպարտամենտի ու աշխատանքը մենք փորձել ենք մարզչական ու ընդհանուր թենիսային կառավարման քիչ թե շատ լավագույն մասնագետներին ներգրավել մի թիմի մեջ, որոնք կփորձեն օգտակար լինեն ընդհանուր եւ մարզիկներին եւ կազմակերպչական մասով։ Բնականաբար մեծագույն ուղղություններից մեկը այն էր, որ Ծաղկաձորում հենց այս ենթակառուցվածքը մեծ Հայաստանում ամենամեծն է այս պահին, որը որոշակի չափով մեղմում է մեր այն շատ խիստ կորտերի մասով ճգնաժամը, մանավանդ ձմռանը, այո, քիչ թե շատ հավաքների տեսքով մարզական մենք հնարավորություն ունենք մեղմելու այդ բացը, իսկ իրականում բացկարանք խոսանք, մեր համար լրջագույն խնդիրը այս պահին նա է, որ թենիս Հայաստանում սեզոնային բնույթ ունի, նոյեմբեր ամսին կանգնում է թենիսը, հետո ապրիլին նորից վերածնվում է ու այդ ամեն ինչով հանդերձ մեզ հաջողվում է եվրոպական թոփ մակարդակի մարզիկներ թողարկել, գրեթե տասնյակին հասնում։ Պատկերացրեք, հələ մենք ձմեռային հարցը լուծենք։ Այո, այդ այն մասով, երբ որ ասում են թենիսը հայերի սպորտ չի եւ այլն, հա, չհաշված այն, որ հայազգի մի շարք մարզիկներ հաջողության են հասնում այլ երկրներից, այդ նշանակում է, որ ամեն դեպքում այդ աստիճանը, որ իրան պետք է հանի իր երկրից վերև, դա է պետք ուղղակի սարքել։ Ամեն դեպքում այդ ուղղությամբ է շատ լուրջ աշխատանքներ գնում, թե պետության հետ, թե առանձին, թե հանրային սեկտորի, թե բիզնես սեկտորի հետ աշխատանքները միշտ գնում է, որպեսզի ենթակառուցվածքները շատանան։ Մարզային առումով բնականաբար մենք ստրատեգիական ուղղություն ենք համարում ու փորձում ենք անընդհատ զարգացում տալ այդ ուղղությամբ։ Փառք Աստծո, մենք նշեցինք նախորդ հաղորդմանը, որ մենք մարզերից արդեն հավաքականի անդամ ունենք, պրոֆեսիոնալ վարկանիշ ունեցող մարզիկ ունենք, այսինքն դա էլ այսպիսի մի պատանիների համար հնարավորություն, հետագայում հավատալու, որ դա էլ է հնարավոր։ Մենք ունենք շատ լուրջ ճգնաժամ նաև ֆիզիկական պատրաստության մասով, տարբեր ուղղություններով մենք մի քանի լուրջ նախաձեռնություններ ունենք եւ հուսով ենք դրանք արդեն ավելի կխորանան։ Կադրային մասով մենք ունենք նույնպես փոփոխություններ, թե զարգացնելով մեր մասնագետներին ֆիզիկական ուղղվածությամբ, վերականգնողական ուղղությամբ, հա, այնպես որ համալիր կերպով այս ամբողջը իրականացվում են, ընթացքի մեջ են։ Իսկ ինչ ունենք պլաններում, հետեւյալ 4 ուղղությունը կուզենայի կիսվեի ու դրա շուրջ արդեն կարանք զարգացնենք զրույցը։ Առաջին ուղղությունը դա թենիսի մասսայականացման մեծ ծրագիրն է, որի ուղղությամբ աշխատանքները դեռ տարվում են մշակման մասով։ Մենք թիրախ ունենք առաջիկա 3 տարում պատանի մարզիկների թիվը հասցնել 2000-ի ամբողջ Հայաստանով, շատ ակտիվ համագործակցելով նաև դպրոցական մի շարք ծրագրերի ենթատեքստում։ Երկրորդ ուղղությունը դա մեր ընդհանուր համակարգերի վարկանիշային եւ այլն դրանց օպտիմիզացիան է, երրորդը մեր մարզչական կատարելագործման ուղղություններն են, հա, ու այսպես շարունակ։ Սրանց մասին նույնպես հուսով ենք, որ ժամանակի հետ դուք մեր արդյունքների մասին տեղեկացված կլինեք։ Ու բնականաբար այս ամեն ինչում անընդհատ այդ աջակցությունն է մեզ պետք լինում, որը մենք ստանում ենք մինչև այս բա որևիցե այտենց ծրագիր չենք ունեցել, որ ինչ-որ խնդրի մասով կանգնել է, բոլորը ընթացքի մեջ են։ Իհարկե մեր հանրությանը
կխնդրենք համբերատար գտնվել, քանի որ ծրագրերը, որոնց ուղղությամբ մենք աշխատում ենք, տասնյակը հաստատ գերազանցում են, այնպես որ ժամանակի հետ քայլ առ քայլ ամեն ինչը կտեսնեք։ Այս մասով եթե ինչ-որ լրացումներ կա, եթե շունի բան բաց թողեցի։ Միքայել ջան, ամեն ինչ շատ մանրամասն ասեցիր դու, իրականում ես մի բան կարամ սենց, ոնց որ ավելի շատ շարունակեմ քո ասածը, որ այն ինչ մենք այս պահին ունենք, իրականում մենք շատ բան ենք անում, որպեսզի կարողանանք հասնենք այն կետին, ինչը որ մենք խոսում ենք, ինչի մասին որ մենք երազում ենք։ Այս վերջում ես հրավիրված էի շաբաթվա սպորտ, եթե չեմ սխալվում, Կարեն Գիլոյանի մոտ, ինձ հարց տվեցին, ասում են ի՞նչն է թենիսում ամենաշատը, ինչի մասին կերազեք։ Ես պատասխանեցի, որ կերազեմ, որ մեր Հայաստանից մենք ունենանք մեծ սաղավարտում մասնակից ու հաղթող, ինչի՞ չէ, նաև հաղթող։ Ես կարծում եմ մենք տենց շատ անիրական բան չենք ուզում, եթե մենք կարողանանք թիմային մեր աշխատանքը տանենք առաջ, իսկ այդ թիմային աշխատանք տանելը ես վստահ եմ, որ կստացվի, որտեղ ճիշտ թիմը արդեն ձևավորվել է։ Եթե տանենք ճիշտ առաջ մեր թիմային աշխատանքը, մենք հաստատ վստահ եմ ունենք մարզիկներ, որոնց վրա հետո հույս ենք դնելու ու այդ մարզիկները մեզ դեռ ուրախացնելու են։ Ես վստահ եմ, որ տենց ունենալու ենք, որտեվ ոչ միայն թենիս է, այսօր մենք ունենք ըմշամարդ, ծանրամարդ, չէ, ասենք որ իրականում օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ, այսինքն հայ ազգը ունակ է այդ ամեն ինչն անելու էլի, այդ որ ասում են թենիսը հայ, ով է տենց բան ասում, այդ տենց չի հաստատ, ես վստահ եմ, որ եթե կարելի է ավելացնեմ, ունենք հիմա այս պահին Մարիա Ազիզյան եւ Առնո Ավետիսյան, ովքեր Եվրոպայում top 20-ի մեջ են ու ովքեր պոտենցիալ ունեն խաղալու թեկուզ ջունիոր մեծ սաղավարտի մրցաշարերում, շատ մեծ հնարավորություն ունեն իրականում հիմա իրանք, ասենք մի տարուց կամ երկու տարուց իրանք կարան այդ մինչև 18-երի մեջ խաղան մեծ սաղավարտ, հետագայում նաև արդեն մեծերի մեջ։ Կներեք, նայեք, իրականում հիմա մենք ունենք, չէ, Առնո Ավետիսյան ունենք, Մարիա Ազիզյան ունենք, բայց հիմա իրանց հետ էլ մենք պետքա շատ ճիշտ աշխատանք տանենք, որտեղ Միքայել կհիշես, մենք ինչքան էինք զրուցում, որ տարիքային ինչ-որ բան կա, չէ, որ ամենադժվարը, որ նոր սկսվում է, մենք շատ ենք խոսել, այդ դրա մասով, ու հիմա դրա վրա մենք պետքա շատ կարևորություն դնենք, շատ շեշտ դնենք, որ մարզիչը մարզիչ, ծնողը ծնող, այսինքն այդ ծնող ու խաղացող, թենիսիստ այդ հարաբերություններն էլ պետք է շատ ճիշտ լինի, որտեվ թենիսիստը գալիս է, մարզիկը գալիս է, իր պարապմունքները անում է, 2 ժամ, 3 ժամ, ինչքան որ պարապում է, չգիտեմ, դաշտում, դրանից հետո գնում է տուն ու իր ծնողն է արդեն իր հետ սկսում շփվել, աշխատել, այսինքն ես ուզում եմ, որ նաև այս իմ խոսքը մեր ծնողներին էլ վերաբերվի, որ թող սա լինի ոնց որ խնդրանք պահանջի կարգով, սենց ասեմ, եթե ես կուզենամ ճիշտ հասկանան, որտեվ ինչ արվում է, նաև արվում է իրանց երեխաների համար, բայց այդ մարզիկները վաղը չէ մյուս օրը հաստատ մեր Հայաստանի դրոշն են բարձրացնելու ու մենք մեզ լավ ենք զգալու, որ ճիշտ աշխատանք է տարվել, ծնողներն էլ իրանց մասով են իրենց լավ զգալու, որ իրենք էլ իրանց մասով են ճիշտ աշխատանք տարել, որպեսզի մարզիկները հասնեն նրան, ինչին որ պիտի հասնեն, էլի, որտեղ մենք այդ պոտենցիալը վստահաբար այդ երկու մարզիկի մեջ այսօր արդեն ունենք, տեսնում ենք, ու այդ բոլորն են ասում։ Դրա համար այդ աշխատանքն էլ է, էլի, ինձ թվում է ճիշտ տանելը, թե հոգեբանական, թե մարզչական, այդ շատ կարևոր։ Շատ կարևոր պահ է այդ պահը, ծնող, մարզիկ ու մարզիչ, այդ երեքի համագործակցությունը շատ կարևոր է, մանավանդ այս անցումային շրջանը, որ ջունիորից գնում են արդեն մեծահասակներ։ Երկու մեծագույն ձեռքբերում էլ ճիշտն ասած բաց թողեցի, կուզենայի լրացնել։ Մեկը տարիների կուտակված աշխատանքի արդյունքն ու երկուսն էլ, բայց մեկը բացահայտ, դա այնա, որ Հայաստանի թենիսի ֆեդերացիան միակ մարզական կազմակերպությունն է, որը անցկացնում է 20-ից ավել միջազգային մրցաշարեր։ Մոտավոր 30, եթե չեմ սխալվում։ Եթե չեմ սխալվում, առաջատար ենք մենք այդ մասով ֆեդերացիաների մեջ։ Դա մեկ տարում չի ոնց որ ձևավորվել այս համակարգը, տարիների աշխատանքի արդյունք է ու վերջերս էլ այդ ամբողջ տեմպը, որ մենք հավաքել ենք,
փորձ արվում ավելի մեծացնելու, արդեն դեպի պրոֆեսիոնալ մակարդակ հանելու, օրինակ նույն ձև պրոֆեսիոնալ մրցաշարեր Հայաստանում չէին անցկացվել, եթե չեմ սխալվում 12-ից 15 տարի։ Ես Տենց էլ ինչ-որ մոտավոր, 15 տարի ես էլ տենց։ Քանի որ համ այդ 15 տարի առաջն եմ ես խաղացել, համ վերջերս, այդ ամբողջը որ պատկերացնեք, ինքը մի ամբողջ կյանք է, մի ամբողջ կարիերա է, որը դադարում է։ Երկրորդ մեծագույն ձեռքբերումը տղամարդկանց թենիսին է վերաբերվում։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ որ պրոֆեսիոնալ մարզիկները 18-20 տարեկանում իրենց կարիերան դադարեցնում էին, բայց մեծագույն երկարաժամկետ ջանքերի եւ նաեւ նոր ղեկավարության ջանքերի շնորհիվ ստացվեց կոտրել ԲԿՄ-ի այդ սառույցը, հա, ու մենք այսօր փառք Աստծո, հենց այսօր մեր հավաքականի բոլոր անդամները կամ զորակոչիկ են, կամ նախազորակոչային։ Դա այնքան մեծ ձեռքբերում էր մեր համար, որպեսզի պատկերացնեք, այդ մարզիկները ուղղակի ֆիզիկապես կարային կամ թենիս չխաղային, կամ Հայաստանում չլինեին։ Այսօր մենք այդ պրոֆեսիոնալ թենիսի համար այդ լրջագույն քայլը ֆեդերացիայով կարողացել ենք անել, այնպես որ բացի օպտիմիզմից ուրիշ տենց բան չենք կարող մտածել ու հուսով ենք, որ ամեն բան դեռ մեր առջևում է։ Այո։ Այս մասով էլ չգիտեմ, եթե լրացումներ կա։ Ասացիր ամեն ինչ, Միք ջան, ծաղ ասում ես։ Ինչ որ բարեմաղթանք, ցանկություն էս Դեվիս Քափի վերաբերյալ։ Իհարկե մենք էլի մեր համակարգային, հա, աշխատանքի արդյունքում Միքայել ջան, ես վստահ եմ հասնելու ենք լավ արդյունքների։ Դրա մասում ես կասկած չունեմ, որտեվ էլի եմ կրկնում, լավ թիմ կա ձևավորված ու նաև ունենք լավ թենիսիստներ, որ փոքրուց սկսում են աճել։ Պետք է ընդհանրապես համախմբված աշխատանք տանել, մեկս մյուսին լսելով, հարգելով տանենք առաջ ու վստահաբար ունենալու ենք արդյունքներ լավ ու մենք բոլորս ենք ուրախանալու դրանով։ Հավատը կա, կադրեր վստահաբար կան, վստահաբար։ Մասնագետներ նույնպես վստահաբար կան, երեխաներ, ովքեր ապագա ունեն, նույնպես կան, ու մարդիկ, ովքեր ցանկություն ունեն այս ամեն ինչը առաջ տանելու, նույնպես կան, այսինքն բոլոր այդ նախադրյալները այս բային կա ու հուսով ենք, որ Մեկ էլ ուզում եմ տեղեկացնեմ, որ նաև կանանց հավաքականը այս պահին գտնվում է Սան Մարինայում, իրանք էլ Billie Jean King Cup են մասնակցելու, հաջողություն մաղթենք իրանց։ Իրանց թիմն էլ այս տարի բավականին ուժեղ է, Էլինա Ավանեսյան, Անի Ամիրաղյան, Ալինա Սողոմոնյան եւ Մարիա Ազիզյանը, հաջողություն մաղթենք իրանց։ Թերևս, այո, այսքանը կհանդիպենք հաջորդ մեր թողարկումներում, կփորձենք էլի տարբեր sense լոկացիաներից ձեզ հայկական թենիսը ներկայացնենք ու միշտ պոզիտիվ ու լավ Շնորհակալություն, որ մեզ հյուր եք ալեցիք։ Ես ուզում եմ իրականում հաջողություններ մաղթեմ առաջինը մեր աղջիկների հավաքականին, որտեղ այսօր իրանք Հայաստանից դուրս են գտնվում, էլի վստահաբար ուզում եմ ասեմ, որ խաղալու են լավ, չեմ կասկածում, եւ մենք բոլորս սպասում ենք լավ արդյունքների մեր աղջիկների հավաքականից, ուժներդ, դուխներդ տեղը կպահեք, իսկ ինչ վերաբերվում է Դեյվիսին, դե Հայաստանում ենք մենք անցկացնում, մեր տղաներին էլ ուզում եմ մաղթեմ ամենակարևորը, որ հոգեպես լավ խաղան, աշխուժ լինեն դաշտում, մենք որոշել ենք այս տարի, հա, գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի հետ որոշել ենք, որ մեր թիմը հնարավորություն տանք, հա, երիտասարդներին ու էլի լավ սպասելիքներ ունեմ, որտեվ կարծում եմ Վահե Ավետիսյանի որոշումը ճիշտ է կայացված, տղերքին էլ մաղթենք շատ ուժ ու էլի դուխները տեղը դաշտում կխաղաք, մենք էլ բոլոր խաղերին ներկա ենք լինելու եւ ձեզ երկրպագելու ենք։ Շնորհակալ ենք, միշտ նոր հանդիպենք։ Հաջողություն, կհանդիպենք։